Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանն առաջին հերթին քննարկել են Թրամփի երթուղով էլեկտրահաղորդման գծերի եւ գազատարի կառուցումը։ Նա նշեց, որ ցանկանում են շինարարական աշխատանքները սկսել 2026 թվականի երկրորդ կեսից։ Հարց է, որտեղից սկսենք, որը շուտ կստացվի։ Չթաքցնեմ նաեւ, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ մենք քննարկում էինք նաեւ այս հարցը, կարծես եկան խմբորման, որ ամենաարագ իրականացվողն էլեկտրահաղորդման գծերի եւ գազամուղի կառուցումն է։ Սա նախնական քննարկում էր, որը հետագայում ավելի կկոնկրետացվի, ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքով Հայաստանին կալումն այն է, որ երկաթուղին հասնի մինչև թուրքական սահման։ Ադրբեջանից մտնում է Մեղրի, Մեղրիից Նախիջևան, հետո Երասխ, բայց մեզ համար շատ կարևոր է Թուրքիայի սահման, Ախուրիկ հասնելը։ Այստեղ ունենք կարճ կտոր, որը վերականգնման ենթակա է, ու մենք սկսել ենք զբաղվել դրանով։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայում սկսվել է Կարսից դեպի Նախիջևան տանող երկաթուղու կառուցումը։ Մեր դիրքորոշումն այն է, որ մի քանի միլիարդ դոլար չծախսվի, եթե կարող ենք շատ փոքր ներդրումներով այդ նույն ենթակառուցվածքը կառուցել Ախուրիկ Երասխ ճանապարհով։ Մենք աշխատում ենք նման ըմբռնում եւ համաձայնություն ձևավորելու համար, ասաց նա։ Հիմա ուրեմն արդեն ասացիք, որ մինչև 18 տարեկանները 65 բարձր 65 եւ, չէ՞, այսինքն 65 լրացած։ Այո։ 65 լրացած բոլոր անձանց համար Կառավարությունը հաստատել է առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման նախագիծը, որը կուղարկվի խորհրդարան անհետաձգելի ընթացակարգով քննարկման։ Այսօր նախագիծը կառավարության նիստում քննարկելիս Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ համակարգը կներդրվի 2026-ի հունվարի 1-ից առանց հետագա հետաձգումների։ Երկու անգամ արդեն հետաձգել ենք 2025-ի հունվարին եւ հուլիսին։ Այժմ հետաձգելու տեղ այլևս չկա, նշեց նա։ Պետությունը կվճարի ապահովագրավճար մինչև 18 տարեկան երեխաների, 65 տարեկանից բարձր անձանց, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցողների եւ անապահովության բալ ունեցող քաղաքացիների համար, իսկ 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներից ամենամիս 10,800 դրամ կգանձվի պարտադիր ապահովագրական համակարգից օգտվելու համար։ Համակարգը համընդհանուր է եւ ներառելու է բոլորին, սակայն առաջին փուլում չի ծածկի բոլոր առողջապահական ծախսերը։ Որոշ ծառայությունների դեպքում կցուցաբերվի մասնակի ֆինանսական աջակցություն, շեշտեց Փաշինյանը։ Ապահովագրական ծառայությունների ցանկի հետ կարելի է ծանոթանալ Արմետ հավելվածի միջոցով։ Քաղաքացիների բողոքները կդիտարկի հատուկ հանձնաժողով։ Հարցեր կարելի է ուղղել նաև Արմետ համակարգի միջոցով։ Փաշինյանը չբացառեց, որ համակարգի ներդրման ընթացքում խնդիրներ կարող են առաջանալ։ Ինչպես նախկինում այս անգամ էլ ասաց, որ ծրագիրը պետք է հանդիպի իր խնդրին, որպեսզի հնարավոր լինի լուծել այն։ Քննչական կոմիտեն որոշել է չձերբակալել անտիֆեյք կայքի աշխատակից Իշխան Խոսրովյանին, այս մասին հայտնել են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Փաստաբանուբեն Մելիքյանն առավոտյան հայտնել էր, որ գործընկերները չեն կարողանում կապ հաստատել Իշխան Խոսրովյանի հետ, հետո պարզվել էր, որ նրան ձերբակալել են։ Անձը ներկայացվել է քննչական մարմին, սակայն որոշում է կայացվել չձերբակալել նրան, հայտնում են քննչական կոմիտեից։ Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը Facebook-յան էջում լուսանկար էր հրապարակել, կից գրելով, որ Իշխան Խոսրովյանը բռնվելուց 6 ժամ անց ազատ է արձակվել։ Նրան ժամ 8:30 տամբակից ձերբակալել էին արդարադատության իրականացմանը միջամտելուն օժանդակելու տարօրինակ կասկածով, գրել է նա։ Հիշեցնենք, դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ին ներխուժել էին «Իմ Նեմնի մի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի տները եւ ձերբակալել նրանց։ Դրանից հետո անտիֆեյքի գրասենյակում խոզարկություններ սկսվեցին, առգրավեց ամբողջ տեխնիկան։ Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվել են։ Նրանց դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի հաղորդմամբ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակում է քննարկել Տաշիր ընկերությունների խմբին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։ Նիստը բավական լարված մթնոլորտում է անցնում, այս պահին դեռևս որոշում չի կայացվել։ Հետնախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին հարցրեց, թե ինչու են ոստիկանները ներկանիստին արդյոք որևէ վտանգ են տեսնում հանձնաժողովի անդամները։ Նա պահանջեց, որ ոստիկանները դուրս գան դահլիճից։ Դեռ նոյեմբերի 11-ին Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ի վերահսկիչ կոմիտեն զգուշացրել էր իշխանություններին նման որոշման դեմ, այն անվանելով ընկերության բռնի զավթում, որի համար հանրությունը կվճարի։ Տաշիր խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, ով ձերբակալվել է Հայաստանում պետական հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը եւ նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները, իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում։
Հայաստանը Ռուսաստանին չի արտահանձնի գործարար Ռուբեն Թաթուլյանին, ով որոշակի շրջանակներում հայտնի է որպես օրենքով գող Ռոբսոն։ Վերջինս հետախուզվում էր Ռուսաստանի իրավապահների կողմից, այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից, նշելով, որ Թաթուլյանն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ 2025 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռ. Թաթուլյանը։ Նա արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով, ասվում է հայտարարությունում։ Ռուսաստանում Թաթուլյանն անցնում է հողօգտագործման ոլորտում բազմամիլիարդանոց հափշտակությունների գործով, ինչպես նաև կասկածվում է շորթման, յուրացումներով եւ պատվիրված սպանություններով զբաղվող հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։ Գործարար բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով միջնորդության քննությունը տեղի կունենա երկուշաբթի նոյեմբերի 17-ին հակակոռուպցիոն դատարանում։ Այս մասին հայտնել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը Facebook-յան ուղիղ եթերում։ Բարև ձեզ, սիրելի ընկերներ, գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, իսկապես վերջին օրերին մի քանի իրադարձություններ տեղի ունեցան Սամվել Կարապետյանի քրեական շակերտներում իհարկե գործի շուրջ, որոնք որոշակի հրատապություն են ենթադրում ներկայացնելու տեսանկյունից, այդ իսկ պատճառով որոշեցի հենց այս ձևաչափով ներկայացնել դրանք։ Կարծում եմ նաև զանգվածային լրատվության միջոցների մեր գործընկերները իսկապես հետաքրքրված կլինեն այս նյութով եւ կնպաստեն այս ամենի տարածմանը։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ 2025 թվականի նոյեմբերի 13-ին Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է որոշում կայացներ մեր կողմից ներկայացված բողոքի, ինչպես նաև դատախազության կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ։ Դատախազության կողմից ներկայացված բողոքը վերաբերում էր տնտեսական բնույթի երկու անիմաստ եւ աբսուրդային մեղադրանքների կապված հիմնավոր կասկածի հաստատմանը, ինչպես նաեւ փաստացի կալանքի 1 ամսյա ժամկետը 2 ամսյա կալանքի վերածելու։ Մեր կողմից ներկայացված բողոքը վերաբերում էր նրան, որ հայտնի կոչերի դրվագով չի կարող լինել հիմնավոր կասկած, ինչպես նաեւ որ կալանքը րոպեշուտ պետք է վերածվի։ Դատարանը որոշեց երկու բողոքները մերժել նոյեմբերի 13-ին, նշել են նա։ Նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում ժամը 18:05-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125 կիլոմետրի հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Սևադա Խ-ի վարած Ford Transit մակնիշի եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արտեմ Գ-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սերյան Ք-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայոց ձորի բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։